Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է հունվարի 23-ի համար, բոլոր ամսվա ծնված նշանների համար։ Ուզում եմ հավանեցիք 3 նոր քարտերը, այդքան այնպես է արել, որ մեկ օրվա ընթացքում բերեն հասցնել ինձ։ Հարցրել էին պատվերների համար, պատվերները ոչ բոլորը կարող են պատվիրել, որովհետև դա այնպիսի երկրում է գտնվում, որ Հայաստան դժվար էլ ուղարկեն։ Բացի դա էլ ուզում եմ հասկանալ ինչ է անում այդ քարտերը խաղալիք չեն, որ հենց այնպես պահեք տանը։ Ես եմ վախենում պահեմ տանը, դուք եք մտածում քարտեր ունենալու մասին։ Եթե ուժեր չունեք, այդ քարտերը ձեզ ուղղակի կուլ կտան։ Այդ քարտերի էներգիան, որը որ պետք է ունենաք, այդ ինչը որ կստանաք այդ քարտերի տեղեկատվությունը, եթե դուք ուժ չունենաք, ձեզ տալու են ցածր աստրալի կենդանիները, որոնք եւս կարող են լցվել ձեր տուն եւ կարող են նաեւ լցվել ձեր օրգանիզմ։ Այդքան խաղալիք չի քարտերը, ես ուղղակի զարմանում եմ, որ ամեն մեկը այդպես հարցնում է քարտերի մասին։ Ուղղակի հենց այնպես տուն ունենալու համար ինչը ուզում եք դուք ձեր օրը գուշակեք, թե ինչ եք ուզում անեք։ Եթե էլ եմ ասում, ունակությունները չունեցաք, այդ քարտերը ձեզ ուղղակի կուլ կտան։ Հենց այնպես չի կարելի տանը քարտեր պահել։ Ես քարտեր ունեմ, որոնք որ չեմ օգտագործում, հատուկ ձևով պետք է իրեն հրաժեշտ տամ, ոչ ժամանակ եմ գտնում, ոչ էլ տեղ։ Չի կարելի։ Այսքանը այդ տեղեկատվության համար։ Գնացեք փնտրեք Viber-ում լիքն են նմանատիպ քարտեր եք ուզում, կարող եք գնալ այնտեղից պատվիրել, տանել լցնել ձեր տուն։ Հետո չասեք ինչու էսպես եղավ։ Ես ձեզ ուղղակի զգուշացնում եմ, որովհետև հատկապես նաև օրեր կան, որ եթե դուք այդքան էլ պատրաստված չլինեք դրան, կուլ են տալու ձեզ ուղղակի։ Չի կարելի։ Էլի եմ ասում, ես տեսել եմ Վալբերիսա, ինչա, չգիտեմ, մի խոսքով, որտեղից որ Հայաստանում մշտապես պատվիրում են, կարող եք պատվիրել, լիքն են, տարու քարտեր էլ կարող եք պատվիրել, տեսնել տանը։ Ինչ ասեմ։ Եթե ձեզ այս կանխատեսումները քչություն են անում, ապա արեք, հետո ոչ ոքից չնեղանա, ինչ որ բանի համար։ Հետո չասեք, ինչ որ մարդկանց եմ տեսնում տանը, ինչ որ ձայներ եմ լսում, ինչ որ բաներ եմ անում, արդեն դուք կլցնեք այդ բոլորին ձեր տուն ուղղակի։ Ուժ պետք է ունենաք, ուժ, որպեսզի կարողանաք այդ էներգիան, ձեր էներգիայով տեսնեք, այն ինչ որ ուզում եք տեսնել։ Եթե այդ ձեր էներգիայով չեք տեսնում, ուրեմն այդ էներգիան ձեզ տալիս է կողքի մարդը։ Իսկ կողքի մարդու էներգիան տալուց հետո ինքը լցվում է քո տուն, որ քեզ էներգիա տա։ Խաղալիք բան չի դա։ Այսքանը իմ ասելիքը ասացի քարտերի վերաբերյալ, կուզեք պատվիրեք, կուզեք ոչ, ես ինքս եմ տեսել, լիքն են, այնտեղ պատվիրեք։ Կապ չունի գույնը, ինչ կապ ունի, ոչ մի կապ էլ չունի։ Եթե դուք ուզում եք ձեր համար գուշակեք, տեսնեք ձեզ ինչ է սպասվում, գնացեք, գնեք, տարեք ձեր տուն գուշակեք։ Ինչու եք այստեղ։ Այսքանը այդ թեմայի վերաբերյալ կխնդրեմ ընդհանրապես քարտերի վերաբերյալ ինձ հարցեր չտան։ Ես ոչ ոքին չեմ ասելու որտեղից եմ պատվիրում, ինչպես եմ պատվիրում, այնպիսի երկրներից եմ պատվիրում, որ դուք անգամ այդ երկրների լեզուն չգիտեք։ Այսքանը։ Ոչ Ռուսաստանն է, ոչ Ամերիկան, ոչ Ֆրանսիան, ոչ Գերմանիան։ Այսքանը, հիմա գնայինք արդեն կանխատեսումը։ Մի խաղացեք գրակի հետ։ Գնայինք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին հունվարի 23-ին։
Հարգելի խոյեր, այդ օրը ժամ կարող պայմանավորվել կամ արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք այնտեղից, որտեղ որ պայմանավորվել եք։ Նաև ոմանք կարող հիվանդանոցում են պարկած կամ հիվանդանոցում ոչ մեկ ունեք, կարող գնում եք օրինակ իր մոտ եք մնում այդ օրը գիշերը, իր մոտ եք անցկացնում կամ գնում եք տեսակցության։ Գուցե ինչ-որ ժամ կա, որ այդ ժամին պետք է բարձրանաք տեսակցության։ Նաև նորություն կլսեք այդ օրը եւ ոմանք նաև այստեղ սիրո խոստովանություն կարող են ստանալ, ձեր սիրված կզգաք, ձեր հարազատների շրջապատում կլինեք, նաև դա նոր սեր է, նոր սիրահարվածություն է, հենց այդ օրը կարող եք ինչ-որ մեկին տեսնել եւ հրապուրվել իրանով, եւ դե նաև այստեղ կարող է լինել ոմանց համար պետական հիմնարկության աշխատողի հետ սիրավեպ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին հունվարի 23-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը կարող եք առիթ կազմակերպել դուք ինքներդ, կարող եք հրավերք ստանալ որևէ առիթի, նաև ոմանց սիրո խոստովանություն կանեն կամ դուք կանեք սիրո խոստովանություն, նաև սա նոր սեր է, նոր հարաբերություններ է։ Կարող ձեր հարազատ մարդկանց շրջապատում լինել, հա, եւ ձեզ լավը զգալ այդ օրը։ Նաև ոմանք սա կարող է վեճ է, վիճում եք, ոմանք նաև տուն կարող են մաքրել, նաև գումար կծախսեք կամ գումարի մասին կխոսեք, արժեքի մասին կխոսեք, նաև տատանվում եք, ծանրութ հետևեկանում ինչ-որ մի հարց, միգուցե ընտրության առջև եք կանգնած, միգուցե նաև ինչ-որ մտքեր ունեք, որոնք որ ձեզ տանջում են, հաջողություն ունեք նաև այդ օրը ձեր գործերում, ձեր աշխատանքում, ձեր բիզնեսում եւ ժամին պետք է ուշադրություն դարձնեք, որպեսզի չուշանաք, գուցե ժամ եք պայմանավորվելու այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակներին։ Ինչ է սպասվում եկվորյակներին հունվարի 23-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը ինչ-որ բան է ձեզ ցավեցնում, այստեղ կարող վիճել, սուտ է երևի։ Նաև դա կարող կապված լինել այստեղ թաքուն սիրավեպի հետ, որտեղ այստեղ սիրային թեմա է, թաքուն սիրավեպ է, ոմանց համար հստակ է այստեղ թաքուն սիրավեպի բացահայտում է կամ բացահայտում եք, որ տվյալ անձը ամուսնացած է։ Այստեղ օրը ձեր ձեռքում է, շատ բան ձեզանից է կախված, այդ պահը դուք ինչպես կընդունեք այդ լսելուց հետո։ Ոմանց մոտ հստակ սա է։ Ոմանք կարող են սիրահարվել այդ օրը, սիրո խոստովանություն ստանալ, անել, նաև գտնվել իրենց հարազատ մարդկանց մեջ, որովհետեւ գաղտնի գործարքներ անել, գաղտնի գործողություններով զբաղվել, դե իհարկե ունենալ գաղտնի թաքուն սիրավեպ, այդ սուտ կա ամենայն դեպս այդ օրը եւ ինչ-որ մի բան է ձեզ ցավեցնում, օրը ձեր ձեռքում է եւ իհարկե վեճ կամ վիճում եք կամ տուն եք մաքրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակ խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին հունվարի 23-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը նվեր կամ դուք կստանաք կամ նվեր կգնաք ոչ մեկի համար, դա կարող է լինել նաև ծաղիկ, դա կարող է լինել պատվիրում եք, հա, նվերը արդեն օրինակ փետրվարի 14-ի համար, կարող է նաև այդպես է, ինչ-որ պահեր են։ Նաև այդ օրը գործերը կանեք, կվերջացնեք, վերջնական լուծում կտաք ոչ հարցին, վերջնական որոշում կկայացնեք եւ ձեր ցանկությունները կիրականանան։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնային կառույցների։ Ինչ է սպասվում առուզներին հունվարի 23-ին։
Հարգելի առուսներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված ոչ հարցեր ունեք, դրանք պետք է լուծեք, հնարավոր է հիվանդանոց է, բժշկական կենտրոն է, ոչ ինչ-որ կամ ուսումնական կենտրոն է, նաև սեղանի շուրջ եք նստելու, բայց կարող եք վիճել, նաև սեղանի շուրջ նստած, հնարավոր է նաև ուղղակի տուն եք մաքրում, որ գան, եթե հյուրեր պետք է գան, եթե ձեր տանն է։ Եվ այստեղ ոչ հնարավորություն ձեր ձեռքից կարող եք բաց թողնել այդ օրը, նաև ժամադրություն է սա ոմանց համար սիրային, ոմանց համար նաև հանդիպում պայմանավորվածություն ձեր սիրելի մարդկանց հետ, ձեր հարազատների հետ, սուտ կա այդ օրը նաև հեռախոսազանգ և ոչ մեկից կարող եք հեռանալ, կարող է նաև սա ժամանակավոր բաժանում է, կամ այդ ստի պատճառով է, կամ ինչ-որ վեճի պատճառով է, ինչ-որ մի բան, կամ կարող է ինչ-որ բան եք տալիս և դա ձեզանից գնում է, այսինքն տալիս եք գնում է, հեռանում է ձեզանից։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կույսերին։ Ինչ է սպասվում կույսերին հունվարի 23-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը ինչ-որ բան է ձեզ երջանկացնելու, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ոչ մի բան էլ ձեր ձեռքից բաց կարող եք թողնել, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, ուսումնական կենտրոն դա կարող է լինել, բժշկական կամ ոչ ինչ-որ դատական համակարգ և այլն, և ոչ նամակ կստանաք փաստաթուղթ, միգուցե այնտեղից եք ինչ-որ մի բան ստանում, տեղեկատվությունը ինչ-որ մեկ այդ նամակագրական կապի մեջ կարող եք լինել, և փաստաթղթեր ստորագրել, տալ, վերցնել, այդպես։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կշեռքներին։ Ինչ է սպասվում կշեռքներին հունվարի 23-ին։ Հարգելի կշեռքներ, այդ օրը ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, այստեղ հանդիպում նաև շփում ունեք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, ընկերոջ հետ, միգուցե ձեր ընկերն է, ձեր ընկերուհին է, որ ձեզ մտերիմ է, հավատարիմ է, նաև կարող է ցույց է տալու ձեր սիրելիի հավատարմությունը։ Նաև այդ օրը
ինչ-որ բան եք ձեր ձեռքից բաց թողնելու, ոչ է հնարավորություն։ Նաև ոչ է նամակ կարող եք ստանալ, տեղեկատվություն, հնարավոր է փաթեթ է, հնարավոր է փաստաթուղթ է կամ փաստաթուղթ եք ձևակերպում, նամակագրական կապի մեջ եք դիմացինի հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք կարիճների։ Ինչ է սպասվում կարիճներին հունվարի 23-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք կարող են հրավիրվել առիթի, դա ձեզ երջանկացնի, ուրախացնի, ոմանք կարող են գտնվել այդ օրը առիթին եւ դա ձեզ ուրախացնի կամ դուք եք առիթ ստեղծում, հա, ինչ որ մի բան է, որ ուրախացնում է ձեզ եւ առիթ եք ստեղծում։ Նաև տհաճ կան օրվա ընթացքում, ինչ որ մեկից կարող եք հեռանալ, ինչ որ մեկից կարող եք բաժանվել, նաև այստեղ հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար մտերիմ անձնավորության հետ, միգուցե իր հետ է դա կապված, կարող ժամանակավոր գնում է, հա, եւ իրար հրաժեշտ եք տալիս։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին հունվարի 23-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը ժամ կարող եք պայմանավորվել ինչ-որ մեկի հետ կամ նաև կարող եք պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որ չուշանաք, որտեղ ունեք այստեղ կամ գործնական հանդիպում կամ գործնական խոսակցություն ինչ-որ մեկի հետ, գուցե դա է։ Ոչ հնարավորություն կարող եք ձեր ձեռքից բաց թողնել այդ գործնական հանդիպման ժամանակ մի քիչ պետք է ճիշտ խոսել, լավ խոսել, եթե դա է, հա, կապված։ Ինչ-որ մեկին եք սպասում, ինչ-որ բանի եք սպասում, միգուցե որ գան ձեզ մոտ, նաև ինչ-որ բաներ ձեզ տխրեցնում է, ինչ-որ մեկից կարող եք հիասթափվել եք, կարող սպասում եք, չկան, հիասթափվում եք։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք այդ օրը, նաև բժշկական կենտրոն դա կարող է լինել, ուսման կենտրոն դա կարող է լինել, դատական համակարգ եւ այլն, եւ կամ դուք եք ճանապարհ գնալու կամ հետադնի եւ սպասում եք ինչ-որ մարդիկ գան ձեզ մոտ։
կամ գնում եք հոյցապետական հիմնարկություն եւ հոյցագործնական թեմայով եք խոսում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին հունվարի 23-ին։ Հարգելի այս եղջյուրներ, այդ օրը սուտ կա, նաև ցավին կարողանում եք դիմանալ, ցավը կարողանում եք հաղթահարել, եթե ինչ-որ ցավ կա այդ օրը, ինչ-որ մի բան է ձեզ նեղացնում, ինչ-որ մի բանից նեղվում եք, ապա դրանից կարող եք ազատվել, դրանից կարող եք հաղթել այդ ցավին, նաև որոշ հարցեր կլուծեք, կավարտեք, կվերջացնեք, վերջնական որոշում կկայացնեք, նաև այստեղ սիրո հետ է կապված ինչ-որ մի բան, կարող է սիրո խոստովանություն են ձեզ անում, կամ դուք եք անում, կամ սուտը կարող է նաև կապված է սիրո հետ, նաև կարող եք հանդիպել ձեր հարազատ մարդկանց եւ իրենց հետ անցկացնեք կամ սիրահարվեք ոչ մեկին եւ ինչ-որ բաներ ձեզ երջանկացնելի այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսների։ Ինչ է սպասվում ջրհոսներին հունվարի 23-ին։ Հարգելի ջրհոսներ, այդ օրը ժամ կարող եք պայմանավորվել ոչ մեկի հետ, նաև կարող է արդեն իսկ պայմանավորվել եք, ուշադիր եղեք, որպեսզի չուշանաք, նորություն կլսեք, հանդիպում ունեք այդ օրը եւ սպասման մեջ եք լինելու, կարող է դա ոնց որ դեռ ինչ-որ ասված ժամից սպասում եք, որ գան օրինակ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ձկներին։
Ինչ է սպասվում ձկներին հունվարի 23-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը հաջողություն ունեք ձեր գործերում, ձեր բիզնեսում, ինչ որ դուք եք անում, ձեր աշխատանքում, հանդիպում ունեք նաև որևէ մեկի հետ, հրավեր որևէ առիթի կամ դուք եք առիթ կազմակերպում, հրավիրում, եւ այստեղ արդեն սուտ է բացահայտվում, գաղտնիք է բացահայտվում եւ կարող եք վիճել մարդկանց հետ։ Եթե առիթը ձեր տանն է, կարող է տուն եք մաքրում, որպեսզի մարդկանց ընդունեք։ Եվ այդ սուտն էլ կարող է նաև լինել նա, որ գաղտնիքը բացահայտվում է սուտ, դա օրինակ ընդհանրապես մեկ-մեկ լինում է, որ երեխայի սերն են որոշում, հա, դա ոչ ոք չգիտի, դա սուտ է, հա, եւ բացահայտվում է այդ օրը։ Նաև դա կարող է այդպես որպես տեղի ունենալ։ Կամ եթե ոչ, ապա այստեղ հակառակն է։ Այսքանը ձեզ համար Եթե այսպես էր դրված, ուրեմն այստեղ նաև ունեք թաքուն կամ գործողություններ կամ թաքուն սիրավեպ։ Հիմա այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։